Դե ինչ շարունակվում է Առավոտ լուսո weekend-ը եւ մենք շտապում ենք ներկայացնել մեր առաջին հյուրերին։ Մեր տաղավարում է հայ-ղազախական ընտանիք։ Սիրով ներկայացնենք դրանց Քրիստինա Հակոբյան, Հարություն Հակոբյան, Գաբրիելը եւ Լունան։ Շատ շնորհակալ ենք, որ մեր տաղավարում եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Ձեզ տեսնել, շատ ներդաշնակ եւ համահունչ ընտանիք եք, բոլորը շատ գեղեցիկ։ Ամենահետաքրքիր հարցը սկսենք սկզբից, երբ եւ ինչպես դուք ծանոթացաք, գտաք իրար։ Մենք ծանոթացանք իրար հետ ինտերնետով, երբ մենք 15 տարեկան էինք, այդ ժամանակ ես Ղազախստանում էի, երբ իմ ամուսինը Հայաստանում էր։ Եվ հենց սերը ձեզ բերեց Հայաստան։ Հա։ Բայց դա սեր էր առաջին հայացքից, նաև դա ենք ուզում իմանալ եւ ինչը ձեզ գրավեց հայ տղամարդու մեջ եւ ինչը ձեզ գրավեց ղազախ կնոջ մեջ։ Առաջին հայացքից իմ դուրը եկավ իր հումորը, ուշադրությունը եւ սիրուն աչքերը։ Ահա։ Այո։ Դուք ինչ կասեք Հարություն։ Ժամանակին, երբ որ մենք իրար հետ շփվեցինք, ինձ շատ դուր եկավ իր այդ պայծրությունը, այսպես ասած, դաստիարակությունը, իր եռանդը, իր կյանքի հանդեպ սերը, ուրախությունը, իր հումորը եւ ժամանակի ընթացքում արդեն ես շատ ուժեղ կապնվեցի եւ սիրահարվեցի։ Քրիստինա, հետաքրքիր է, մինչև Հայաստան գալը, ինչ գիտեիք Հայաստանի մասին։ Հայը շատ հյուրասեր, Հայաստան կա շատ Տեսարժան վայրեր, տեսարժան վայրեր, ահա։ Մի խոսքով լավ բաներ եք լսել, միայն դրականն եք լսել մեր հայերի եւ Հայաստանի մասին, բայց հետաքրքիր է ինչպես արձագանքեցին ձեր ծնողները հայ փեսացու ընտրելու վերաբերյալ, լուրը լսելով։ Եվ նաև Ղազախին ընտրելու վերաբերյալ։ Մեր երկուսից ծնողները բավականին դրական վերաբերվեցին այդ հանգամանքին ու երբ որ մենք իրար հետ տեղափոխվեցինք, աշտ ես գնացի Ղազախստան, որպեսզի ծնողների հետ ծանոթանամ, դա բավականին ջերմ ու շատ ընտանեկան մթնոլորտ էր, այսինքն չկար ինչ-որ տպավորություն, որ ես եկել եմ ինչ-որ միտեղ, լրիվ անծանոթ, լրիվ, այսինքն պետք է ինձ ինչ-որ մի ձև դրսևորեմ բան անեմ, ամենահետաքրքիրը հենց դա էր, որ երբ որ ես մտա տուն, արդեն ամեն ինչ լրիվ ոնց որ ընտանեկան մթնոլորտ էր ու բավականին հաճելի էր, շատ արագ ստացվավ ամեն ինչ ու արդեն երևի հենց այդ առաջին մուտքից հետո հասկացանք, որ ամբողջը որոշված է։ Իսկ ինչպես է ձեր ամուսնու ընտանիքը ձեզ դիմավորել։ Արազատ աղջիկ։ Արազատ աղջիկապես։ Իսկ ինչ հիմնական դժվարություններ կային, որ բախվել եք դրանց, երբ նոր եք եկել Հայաստան։ Հայերեն լեզուն, դժվարություն։ Բայց հիմա բավական լավ խոսում եք։ Մի քիչ խոսում եմ, մի քիչ հասկանում եմ։ Հարություն, ինչ հիմնական տարբերություններ եւ նմանություններ կան հայկական եւ ղազախական ընտանիքների եւ ընդհանրապես հայերի եւ ղազախների միջեւ։ Սկզբանե, երբ որ ես գնացի Ղազախստան, բավականին տպավորված էի նրանով, որ մենք մենտալիտետ ասվածով բավականին իրար նման ենք տղամարդկանց մտածողությամբ, այո, տղամարդկանց վերաբերմունքը եւ հարգանքը կանանց հանդեպ, կանանց համեստությունը, նրանց վերաբերմունքը տղամարդկանց հանդեպ եւս թե ինչպես են իրենց դրսևորում եւ պահում օրինակ դրսում, ներսը, տանը, թե ինչ ոնց է մեր մոտ ասված օջախի հարգանքը, չէ, նրանց մոտ է այդպես տանը իրանք լրիվ այլ կերպ են վերաբերվում իրար միմյանց բավականին, այսինքն են երուզերը տղամարդկանց, որ տան մեջ ասենք, երբ որ կին կա մի քիչ ավելի զուսպ են եւ երբ որ կանայք չկան, արդեն մենք ավելի ազատ ենք մեզ պահում, չէ, նույն բանն էլ այնտեղ է, լրիվ լիովին նույնն է եղել, հիմնական տարբերությունը երևի թե կասեմ դա ուտեստների մեջ, հա, հիմնականում։ Իսկ վերաբերմունքի հետ կապված չէ, շատ ինչ որ երևելի տարբերություն չկար։ Հիմնականում Ղազախստանում երևի թե ավելի շատ էին
մարդիկ, որ ասում է հինադաթավոր իրանց տրադիցիաները փորձող պահպանող, բայց դա ինչ որ մի կոնկրետ քաղաքներում, հիմնականում Ղազախստանում արդեն ավելի ազատ, ավելի հանգիստ, ավելի առանց ինչ որ խտրականությունների կամ ինչ որ կտրուկ արտահայտությունների այսպես։ Նմանություններ նրանցով են, որ երկու ազգերը հյուրասեր են, բայց տարբերությունները, որ Հայաստանում տուներ մտնում կոշիկներով։ Ղազախստանում այդպես չէ։ Չէ, Ղազախստանում գալուց անպայման պետք է կոշիկները հանել։ Հարություն մենք վստահ ենք, որ իհարկե առաջնահերթությունը տալիս եք հայկական խոհանոցին, բայց օրինակ կա տաքուտեստ կամ բաղադրատոմս, որ արդեն ֆավորիտ է դարձել ձեզ համար ղազախական խոհանոցից։ Դա երևի շատ, այսպես ասած, ծեծված կլինի, բայց իրանց հիմնականում ամենաշատը ես հավանեցի, դա կոչվում է բեշ բարմակ։ Դրա ամենահաճելին են լրիվ մսային ուտեստ, միս եւ կարտոֆիլ։ Բայց միսն էլ յուրահատուկ միս է, դա լինում է գարան կամ տավարի միս եւ ձիու միս։ Ձիու միս։ Հետաքրքիր է, անցնենք հաջորդ հարցին, ի՞նչն է ամենաշատը կարոտում Ղազախստանում։ Ծնողները շատ եմ կարոտում եւ ձյու մեսով ուտելու։ Զուգահեռները շատ հետաքրքիր։ Ձեզ համար դժվար լեզու է հայերենը։ Շատ դժվար։ Ես գիտեմ չինարեն, ես գիտեմ անգլերեն, բայց հայերեն շատ դժվար է։ Իսկ երբ վերջնականապես որոշեցիք, որ պիտի սովորեք մեր լեզուն։ Ես մի անգամից սկսեցի սովորել հայերեն։ Ինչպես կայացրեցիք որոշում փոխելու ձեր ազգանունը։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Ղազախստանում ընդունված է, որ դա ամուսնանում ես, փոխում ես ազգանունը։ Կրոնական տարբերություններ կան եւ ինչպես եք հաղթահարել դա կամ ընդունել։ Դե այստեղ էսպես էր ավելի շատ, որպես հաղթահարելու որոշումը եղել է մի բան, որ ուշադրությունը պետք չէ կենտրոնացնել կոնկրետ կրոնական ինչ-որ որոշումների վրա, որովհետև այսպես ասած մեր կյանքում ավելի շատ սառադատողությունն է տեղի վերցնում, քան կրոնական ինչ-որ որոշումները, դրա համար ամեն մեկս մնաց մեր կրոնին, երեխաների հետ կապված, մենք որոշեցինք, որ ամբողջ որոշումը կրոնական թողենք երեխաներին, երբ որ արդեն իրանք հասնեն ինչ-որ հասուն տարիքի։ Հետաքրքիր մոտեցում էր ամեն դեպքում։ Վերադառնանք այն գեղեցիկ տիրույթը, որ իր տեղը գտել է Instagram-յան հարթակում եւ Կրիստինա հասկանանք թե երբ միտք առաջացավ Instagram-ում ակտիվանալու եւ հետաքրքիր բլոգ վարելու։ Մի օր գնացի խանութ խացարնելու եւ սնիմать на видео նկարեցի եւ ոնց ես խոսում հայերեն հետո հետաքրքրության համար գցեցի TikTok շատ մարդկանց դուր եկավ եւ սկսեցի բլոգի վարել։ Ձեր բլոգը հիմնականում հենց ձեր փորձի մասին է Հայաստանում։ Էլ ինչ թեմաներ կան։ Թեմա Ղազախստանի հարցը հայ ընտանիքում։ Հարություն, իսկ դուք մոտիվացնում եք Կրիստինային բլոգի եւ բլոգ վարելու հարցում։ Հա, բայց ինձ դա չի գալի, քանի որ ես տեսախցիկների առջև չեմ սիրում լինել, բայց քանի որ իր մոտ դա շատ պոզիտիվ է ստացվում, մարդիկ բավականին դրական են դրան վերաբերվում, ես հլավոր դեմ չեմ։ Շատ լավ, մենք երբ ուսումնասիրում էինք ձեր Instagram-յան էջը, մենք տեսանք մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ դուք մեր հայ տաքսու վարորդին, չասենք լավ սովորեցնում եք, բայց առաջարկում եք, թե ինչպես պետք է խոսել գրագետ ու շատ գեղեցիկ հայերեն։ Գուցե այսօր առիթ օգտագործենք եւ մեր հեռուստադիտողին էլ զարմացնենք մի քանի գեղեցիկ հայեցի նախադասությամբ կամ արտահայտություններով։ Եգիշի Չարենց։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լառն եմ սիրում, ծաղիկների ու վարտերի բույրը վարման,
ու նայիրյան աղջիկների խձաճիկուն պարնեմ սիրում։ Այստեղ պետք է ծափահարենք, ինձ թվում է մեկ։ Հրաշալի է։ Միանգամից չարենց։ Իսկապես։ Կրիստինա, դուք ձեր Instagram-ում հաճախ գնում եք խանութ, հայերեն բացատրում եք, ինչ եք ցանկանում եւ այլն։ Լինում է, որ օրինակ չկարողանաք բացատրել եւ տխրեք, հիասթափվեք։ Ճիշտ ասած սովորել հիմա ես եմ դժվարում, բայց ձերով, ոտով խացկացնում եմ։ Ինչպիսին են հայերը ձեզ համար։ Ինչն եք սիրում մեր մեջ, ինչը չեք սիրում։ Հայը շատ հյուրասեր են, շատ բարիկաներ է։ Մինուսները մի քիչ շուխուրչի են։ Վկոտեք։ Դիպուկ էր շատ։ Ինչ լեզվով է խոսում ձեր տղան։ Ինքը խոսում է ռուսերեն, բայց հիմա սովորում է հայերեն իհարկե, անգլերեն եւ չինարեն։ Իսկ դուք տանը խոսում եք եւ հայերեն եւ ռուսերեն։ Փեի առաջին լեզուն ռուսերենը կապված է նրա հետ, որ երբ որ կինս որոշեց սովորել հայերեն, այդ ժամանակ համընկավ այնպես, որ երեխան էլ էր արդեն սկսում բառեր արտասանել, քանի որ հիմնականում ինքը իր մայրիկի հետ էր, իսկ մայրիկը ռուսերեն է խոսում, մենք որոշեցինք կենտրոնանանք ռուսերենի վրա, որպեսզի երեխան կարողանա ամբողջովին իր միտքը արտահայտել, ինչ է ուզում, ինչ չի ուզում, որպեսզի միտքը ավելի ոնց որ այսպես ասած Պարզ կարողանա պարզ լինի, հա։ Հետո արդեն երբ որ ինքը ամրանա այդ լեզվով, արդեն տեղափոխվենք հայերեն։ Ինքը հայերեն հասկանում է, բայց չի Նա պատասխանում։ փորձենք։ Գաբրիել, դու քանի տարեկան ես։ Քանի տարեկան ես։ 2, 3, թե 4։ 4 տարեկան ես։ 4 Չէ, 3 ես։ Լինում են հարցեր, որոնց շուրջ ամեն դեպքում կան անհամաձայնություններ ձեր զույգի մեջ։ Իհարկե կլինեն։ Հա, կլինեն, բայց երևի իրանք ավելի տենց բան են, փոքր, ոչ շատ ինչ որ լուրջ հարցերի շուրջ, դրա համար միանգամից չեմ կարող հիշել, բայց ամենաշատը երևի թե գալիս է հիմնականում ուտեստների հետ կապված, հիմնականում, դե ինչը վերաբերվում է խոզին, ես շատ եմ սիրում, Կրիստինան չի սիրում, հիմնական Ռազնագլասյան, այսինքն անհամաձայնությունները այդտեղ են, բայց մենք միշտ, այսինքն եթե ինչ-որ բան ենք նախապատրաստում, երկու մասից է բաղկացած, մեկը իմ համար, մեկը իր համար, բայց ուրիշ հարցերում, հա, ցանկացած տեսահոլովակ, բլոգում նկարվել, միշտ անհամաձայնություններ են իմ ու իր հանդեպ, ես ինչպես ասացի, դե չեմ սիրում, դրա համար ինձ շատ դժվար է, ինչ-որ մի այնպիսի սցենար կա, ինչ-որ մի բանի մեջ համաձայնացնել, որպեսզի ես ասեմ, լավ, ես կլինեմ այդ կադրում։ Բայց ձեր մայրիկը օգնում է Կրիստինային այդ հարցում եւ շատ հետաքրքիր բովանդակություն են միասին ստեղծում։ Հեշտ է համաձայնում մայրիկը։ Հա, նկարահանվել, հա։ Համլետ, քանի դեռ դու այստեղ զբաղված ես շատ կարևոր գործով, ես երևի Սկսենք բլիցները, առաջին հարցը։ Շատ արագ ենք պատասխանում, որն է հայկական խոհանոցի ձեր ամենասիրելի ուտելիքը։ Թոլմա։ Դոլմա, ահա։ Թոլմա։ Ինչ եք կարողանում պատրաստել հայկական խոհանոցից։ Ոչ մի բան։ Շատ ակե։ Դեռ, հուսանք դեռ։ Բայց սովորում եմ։ Հայերեն որ բառն եք շատ սիրում եւ հաճախ օգտագործում։ Հասարակական։ Հյուրասերեն։ Ահա։ Հետաքրքիր։ Հետաքրքիր։ Զուգադիպություններ թե ոչ 3 բառերն էլ սկսվում էին հ-ով։ Այո, իսկապես։ Որն է Հայաստանում ձեր ամենասիրելի վայրը, եթե ճամփորդել եք։ Երևան։ Երևանը։ Լավ։ Որն է Երևանի մասին ձեր ամենասիրելի երգը։ Ջան, Հայաստան։ Հայկական պարերի տիրապետում եք։ Սովորում եմ։ Սովորում։ Հատկապես որ տոնն եք սիրում նշել Հայաստանում, հայկական տոներից։ Վարտավար։ 3 բառով նկարագրեք Հայաստանը։ Տակ, հյուրասեր է, քաղցր։ Տակ, հյուրասեր, քաղցր։ Անչափ շնորհակալ ենք ձեզ, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ ձեր գեղեցիկ ընտանիքով հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Եվ սիրելի հերոսայտողներ, ես ու Գաբրիելը պայմանավորվել ենք, որ վերջում նա է ասելու Բարի լույս Հայաստան։ Բարի լույս Հայաստան։ Ահա, ապրի Գաբրիելը։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։